կնպաստի, որպեսզի մենք ունենանք ավելի արդար, անաչառ դատական համակարգ եւ այն թյուր կարծիքները, ասում էր Սերժ Սարգսյանը, որ կա դատական համակարգի վերաբերյալ, գծրվի այս նոր սահմանադրությունից հետո։ Իսկապես կա նման նախադրյալներ, այդ նոր սահմանադրությունը պարունակում է նման նախադրյալներ։ Նախ ասեմ, որ միանշանակ ոչ, որովհետև մենք ժամանակին նայություն ունեցել ենք ներկայացնել մեր կարծիքը, թե ինչպիսի դրույթներ կան սահմանադրության մեջ, որոնք մենք գնահատել ենք որպես հետընթաց, հատկապես մարդու իրավունքների գլխում։ Այսինքն այս առումով խոսել, որ սահմանադրությունը դա դրական քայլ է, միանշանակ այդպեսին չէ։ Եթե նույնիսկ սահմանադրությունը բավականին դրական դրույթներ ունենար իր մեջ, միևնույն է այս սահմանադրությունը ոչինչ փոխել չի կարող, որովհետև չի կարող կեղծիքներով անցած սահմանադրությունը երկրի համար լինի առաջընթաց։ Ես գտնում եմ, որ ցանկացած բարեփոխում, որը կատարվում է, պետք է լինի նախ եւ առաջ օրինական հիմքի վրա։ Սահմանադրությունը ինքը ամբողջությամբ ոչ օրինական էր, ինչպես սկզբից նոր սահմանադրության այդ ստեղծման գաղափարը, այնպես էլ ինչպես մենք տեսանք, թե ինչ ձևով վերջին հաշվով անցավ սահմանադրությունը, սա միանշանակ նշանակում է, որ որևէ առաջընթաց չի լինելու, որովհետև եթե երկրի ղեկավարությունը ցանկանար, որ դրական առաջընթաց լիներ, ինքը չէր կարող նման կեղծիքներով սահմանադրական փոփոխության գնալ։ Ինչ վերաբերում է դատական համակարգին, դատական համակարգը մենք միշտ ասել ենք, որ մեր երկրում սիրում են անդադ բարեփոխումներ կատարել եւ յուրաքանչյուր բացասական քայլ պայմանավորել օրենսդրական բարեփոխումներով, սակայն դա այդպես չէ, որովհետեւ ցանկացած օրենք, որը կկիրառվի, դա կարող է առաջընթացի հանգեցնել, իսկ նոր օրենքները ինչքան էլ դրանք լինեն լավը, եթե դրանք չեն կիրառվում, նրանք չեն կարող առաջընթացը ապահովել։ Հիմա մենք ինչպես ենք պատկերացնում կեղծիքներով անցած սահմանադրություն եւ բացի դրանից մենք տեսնում ենք, որ չկա այն ցանկությունը, որպեսզի դատական համակարգը բարեփոխվի, որովհետև վերջին հաշվով մենք տեսնում ենք գործերը, թե ինչպիսի ընթացք են ունենում, սահմանադրությունն էլ փոխվեց, մարդու իրավունքների գլուխն էլ վերջին հաշվով ուժի մեջ մտավ, բայց վերջին հաշվով ինչ եղավ, մենք ամեն օր տեսնում ենք, որ դատարաններում ապօրինի դատական ակտեր են կայացվում։ Եվ մենք միշտ պնդել ենք, հիմա էլ շարունակելու ենք պնդել, որ պետք է լինի երկրի ղեկավարության կամքը, մեկ անգամ ասելու, որ չպիտի լինի ապօրինություն, անկախ ամեն ինչից, եւ այդ ապօրինությունները կդադարեն։ Պետք է լուրջ բարեփոխումներ լինեն դատական համակարգում, լուրջ փոփոխություններ դատավորների կազմում եւ կամք, որպեսզի իրականում փոփոխվի դատական համակարգը եւ պետք է իշխանությունները ուղղակի դատարաններին պատվիրակեն, որպեսզի նրանք արդարադատություն իրականացնեն։ Իրականում դա այդպես չէ, մենք գտնվում ենք անընդհատ բարեփոխումների փուլում, անընդհատ կգտնվենք, անընդհատ կբարեփոխենք եւ անընդհատ ամեն ինչ կպայմանավորենք բարեփոխումներով։ Այնպես որ մինչև որ օրենքը եւ սահմանադրությունը չկիրառվեն ուղիղ եւ այնպես ինչպես որ գրված է եւ յուրաքանչյուր երկրում փոփոխություններ լինում են, բայց սկզբում կիրառվում է օրենքը, հետո երբ որ կիրառության ընթացքում տեսնում են, որ բարեփոխման անհրաժեշտություն կա, նոր բարեփոխում են, իսկ մենք բարեփոխում ենք չկիրառված օրենքները։